Գիտես, այնքան հրաշալի է, երբ որ Տիրոջ մեջ ես դու։ Այնքան հրաշալի է, երբ որ դու հաղորդակցվում ես նրա հետ։ Այնքան հրաշալի է, երբ որ քո աչքերը տեսնում են եւ ականջներդ լսում են։ Որտեւ այսօր գիտես, խոսքն ասում է, նրանք աչքեր ունեն, չեն տեսնում եւ ականջներ ունեն, չեն լսում։ Եվ ես հավատում եմ, որ այսօր քո աչքերդ կտեսնեն եւ ականջներդ կլսեն եւ այն սերմը, որ Աստված պատրաստել է, պատրաստաբեր սերմը քո կյանքի համար, դա քո մեջ կընդունես եւ դու կունենաս այդ հաղթանակը, որ Տերը տալու է քեզ։ Այսօր իմ քարոզի թեման խոնարհությունն է։ Հալելույա։ Ու Տերը խոսում էր եւ նա ասում էր. այո, բարի, հավատարիմ եւ խոնարհ ծառան է, որը որ ժառանգելու է երկինքը, հալելույա։ Բարի, հավատարիմ եւ խոնարհ։ Եվ գիտեք, այսօր շատ ժամանակ մենք նայում ենք մեր շուրջը եւ տեսնում ենք այն բոլոր հակառակությունները, որոնք կատարվում են։ Եվ ես ձեզ ասեմ նաեւ ընտանիքների մեջ։ Անես չի, որ մենք անմասն ենք այն հակառակություններից, որոնք այսօր կարան լինեն։ Որովհետեւ ես տեսնում եմ, որ ընտանիքների մեջ երեխաները հակառակվում են իրենց ծնողներին եւ բարկացնում են նրանց։ Եվ այդ բարկությունը ուզի թե չուզի մարդ մեկ է ինքը սահմանը կարանցնի, որովհետև այդ հակառակությունը ոչ ճիշտ վիճակ է բերում ընտանիքի մեջ եւ խառնաշփոթ է ստեղծում։ Բայց երբ որ մենք տեսնում ենք խոնարհ երեխաներին, որոնք իրենց ծնողներին լսում են, խոնարհվում են եւ կատարում են նրանց ասածը, որտեղ ոչ մի ծնող իր երեխայի վատը չի ուզում։ Նույնպես էլ մեր հայրը երկնային, նա երբեք չի ուզում մեր վատը, նա չի ուզում տեսնի մեզ այն դժվարությունների, փորձությունների, գիտես մեջ, այն չարության մեջ, որ այսօր աշխարհում կատարվում է։ Եվ դրա համար ինքը ունի ճանապարհ, ունի խոսք, որպեսզի մենք խոնարհվենք այդ խոսքին, կատարենք նրա կամքը եւ ազատ լինենք այն բոլոր փորձություններից, որոնք այսօր աշխարհում կատարվում են։ Գիտեք, մարդը ինքը կարա մեծանա, բայց իր ծնողի համար լինի միշտ այդ երեխան։ Հալելույա, ամեն։ Ու այսօր շատերս մտածում ենք, որ մենք ինչ-որ տեղ մեծացել ենք եւ կանանք ինքնուրույն ինչ-որ հարցեր լուծենք, բայց մոռանում ենք մեր հորը երկնային, որը միշտ հետևում է ամեն եւ միշտ որպես երեխա է նայում մեզ։ Փառք Հիսուսին։ Բայց շատ ժամանակ մենք մտածում ենք, որ արդեն վերջ, մեզ պետք չի, որ ինչ-որ մեկը սովորեցնի, մեզ պետք չի, որ ինչ-որ մեկը մեզ առաջնորդի, մենք ասել ենք ինչ-որ իրավիճակի եւ դա բավարար է մեզ։ Բայց ես ասեմ, մենք միշտ կարիքը ունենք Տիրոջ։ Եվ մեր ընտանիքների մեջ, եւ եկեղեցու մեջ, եւ ամեն տեղ, որտեղ որ մենք կանք, մենք կարիքը ունենք, որովհետեւ նա է սովորեցնում, նա է առաջնորդում, նա է պաշտպանում, նա է օգնում, նա է լսում եւ անհնարին հնարավոր դարձնում։ Փառք Հիսուսին։ Եվ ես տեսա մի հետաքրքիր բան, որ կատարվում էր, եւ Տերը խոսաց իմ սրտի հետ։ Ով գիտի, որ Աստված նաեւ գիտի քո հորն ու մոր անունը։ Դուստես։ Նա գիտի նաեւ քո հորն ու մոր անունը, քո պապու անունը, տատու անունը, նրանց ծնողների անունը, նրանց բոլորի անունը, այն սկզբից ինչ որ դու ծնվել ես, եկել ես դարերով, հալելույա, այսօր այս աշխարհի մեջ, այս ժամի մեջ նստած ես թե, նա գիտի քո սկզբնաղբյուրը որտեղից ա եղել։ Եվ ինչի համար է ինքը քեզ այսօր ընտրե աշխարհից, հալելույա, որտեղ խոսքն ասում է ոչ թե դու ընտրեցիր, այլ ես ձեզ ընտրեցի, հալելույա, որ դու գնաք ու պտուղ բերեք իմ արքայության համար, որտեղ նպատակ ունի Աստված, որպեսզի փառավորվի մեր կյանքում եւ տեսնի մեր կյանքում այն ուրախությունը, որը իրանից է գալիս։ Որտեղ մենք ի սկզբանե գիտենք, որ ով էր հակառակորդը եւ միջև այսօր ով է հակառակվում։ Ու ես տեսա, որ շատ վատ է, երբ որ քրիստոնյան ինքը հակառակվում է Աստծո ճշմարիտ խոսքին։ Եվ որ մարդը ինքը հակառակվում է, դա դժգոհության եւ բարկության առիթ է ստեղծում։ Այստեղ ես դու։ Ու ինչ է կատարվում։ Ամեն բան խառնվում է, որտեղ ամեն մեկը ուզում է իր ասածը առաջ տանի։
Եվ ես տեսա շատ ընտանիքների մեջ այդ խառնաշփոթը, որը նաև բաժանումների է բերում, որտեղ ամեն մեկը ուզում է իր ճիշտը առաջ տանի, բայց կա մեկ ճիշտ, ասա իմ կյանքում պետք է լինի մեկ ճիշտ։ Դա Հիսուսն է։ Որը ինձ օգնում է ճիշտ կողմնորոշվելու, ճիշտ պահելու եւ դուրս գալու ամեն նեղությունից, որտեղ նրանից է գալի բարությունը։ Փառք Հիսուսին։ Ամեն հիշում եք, որ Հիսուսին ասին բարի վարդապետ, ասեց ոչ ոք բարի չի, այլ միայն Հայրը։ Այս կարտամ մի տեղ, ու մենք կտեսնենք, թե որտեղից է գալի այդ բարությունը։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Հակոբոս առաջի գլուխ։ Հալելույա։ Պատտվիր կողքինիդ ասա, դու չես խաբվելու։ Աստված դու չի տալիս, որ դու խաբվես։ Ու գիտեք, այսօր ինչքան մարդիկ կան, որոնք խաբված են։ Մտածում են, որ վերջ, հանգիստ է, ամեն բան լավ է, հալելույա, ու խաբված են, իրանք իրենց են խաբում, որովհետև իրանց մեջ չի սերմանված այն խոսքը, որը բերում է խոնարհության, որը բերում է հավատարմության եւ Աստծո հետ ճիշտ հարաբերության։ Դուք գիտեք ում հետ գործ ունեք։ Երբ որ մենք փառաբանում էինք, նոր ուտերը մի խոսք ասեց Լևոն Սուրենի որդի, ես ասի Տեր Աստվածեսի լուրջ է։ Դու իմ հորս անունն էլ գիտես։ Փառք Հիսուսին։ Ու գիտես մի հետաքրքիր բան, որ ինքը խոսած Սուրբ Հոգին ասեց, դու գիտես թե ինչ մեծ պարտականություն է դրված քո վրա, պատասխանատվություն։ Ով գիտի ինչ պատասխանատվությունը Աստված դրե իր վրա։ Մենք պատասխանատու ենք։ Ոչ թե միայն մենք պատասխանատու ենք մեր կյանքերի համար, այլ մենք պատասխանատու ենք նաև նրանց համար, ում որ Տերը վստահել է ինձ։ Ում որ Տերը տվել է ինձ։ Դուք պատասխանատու եք ձեր ծնողների համար, ձեր երեխաների համար, ձեր թոռների համար եւ բոլոր նրանց համար, ով որ քո շուրջը տեսօր կա, դու պատասխանատու ես նրանց համար։ Որտեւ խոսքն ասում է վայ նրան, ումով կգա գայթակղությունը։ Այո, մենք պետք է զգուշ լինենք, զգուշանանք այն ամենից, ինչը որ Աստծուց չի, որ ոչ ոք չկարողանա մեզ խաբի։ Եվ գնացեն դե լավ է, նորմալ է։ Գիտեք մի բան, որ ես ստացամ Աստծուց, ես չպետք է սխալվեմ, որտեղ մարդու սխալը կարա մեծ աղետ իրանից հետո բերի։ Ու Աստված ուզում է այսօր, որ դու չսխալվես։ Ու շատ ժամանակ մարդիկ ասում են, դե սխալվեցի, ես իրանք ունեմ, մարդ եմ սխալվեմ։ Այո, հասարակ մարդը կարա սխալվի, բայց Աստծո ծառան իրանք չի սխալվելու։ Փառք Հիսուսին։ Մենք իրանք չունենք սխալվելու։ Սխալվելու ճշմարտության ճանապարհից շեղվելու։ Որտեվ ճշմարտության ճանապարհի մեջ լինելով մենք պետք է շատ ամուր լինենք, հավատքով լցված լինենք, որ կարողանանք Աստծուց վերցնենք այն կենթանի, գիտես կյանքը, որի համար մեզ այսօր կանչել է, որպեսզի պատրաստի մեզ այն մեծ հաղթանակներին, որոնք մենք ունենալու ենք մեր կյանքում։ Գիտես Աստված չի կանչել, որ մենք ուտենք, խմենք, ապրենք։ Աստված կանչել է նպատակի համար, որ մեր հոգիներին փրկություն տա։ Ստես դու որ ոչ թե միայն մեր մարմինները, որոնք գալու է ժամանակ եւ հող են դառնալու, այլ մեր հոգիների համար, որը պետք է գնա եւ Աստծո հետ հավիտենական ապրի։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ոչ ոք մի խաբվեք իմ սիրելի եղբայրք։ Ես չեմ խաբվելու, ես չեմ ուզում խաբված լինեմ։ Ու գիտես ահավոր է, երբ որ դու աղոթում ես ու տեսնում ես մարդկանց, որոնք հակառակված են։ Ու գիտես հակառակությունը ինչ է բերում, ես էլ եմ ասում դժգոհություն ու մեծ անախորժություններ։ Ես համաձայն չեմ։ Գիտեք մարդիկ կան, որոնք տարիներով Աստծո հետ քայլել են։ Տարիներով Աստծուն հավատարիմ ձևով ծառայել են։ Բոլոր փորձությունների միջով անցել են եւ գիտեն ելքը այն բոլոր փորձություններից, որոնց իրանք հանդիպել են, եւ նրանց խորհուրդը
Մանավանդ օծված մարդկանց խորհուրդը մենք պետք է վերցնենք, որ կարողանանք անցնենք այդ ճանապարհը, որովհետև եթե Տերը խոսում է ինչ-որ բան ու տալիս է ճշմարիտ ձևը ամեն ինչից դուրս գալու, մենք պետք է խոնարհվենք եւ ընդունենք այդ խոսքը հավատարմորեն եւ խոնարհությամբ, այլ ոչ թե հակառակվենք այդ խոսքին։ Երբ դե գալիս է հարց, արդյոք դու մտածում ես նենց ոնց որ Սուրբ Հոգին ա ուզում, արդյոք դու ստացար այդ ժամանակ Աստծուց, որ դու հակառակվեցիր քո այն ճշմարտությանը, որ Աստծո խոսքից գալիս է։ Գիտեք, ես շատ էի նայում, հալելույա, ինչքան դու Աստծուն մոտենում ես, այնքան հասկացողությունդ ավելի է բարձրանում։ Այնքան դու սկսում ես հասկանալ կյանքի իմաստը, այնքան դու խոնարհվում ես ու տեսնում ես, որ խոնարհությունը քեզ բարձրացնում է դեպի Աստծո գահը։ Փառք Հիսուսին։ Որտեւ ես չեմ ուզում ինքս ինձ իմաստուն ձևացնեմ եւ մարդկանց խաբեմ, որտեւ իմաստությունը երբ որ գալիս է, դու սկսում ես ճիշտ վարվել եւ շատ մարդիկ տեսնելու են այդ իմաստությունը քո վրա։ Եվ նրանք խոնարհվելու են։ Եվ այդ իմաստությունն է սովորեցնում մարդուն հավատարմության եւ խոնարհության։ Փառք Հիսուսին։ Իսկ երբ որ մարդը այդ իմաստությունը օգտագործեց եւ մեծ, գիտես, հաջողությունների հասավ ու վերջում մոռացավ այն, ինչ որ Աստված արել էր այդ իմաստության պատճառով, ինքը կորցրեց ում պատճառով նրանց, ովքեր որ իրենց աստվածներին բերեցին, մտցրեցին այդ տեղը։ Երբեք կուրքեր չունենաք ձեր կյանքում։ Ու մենք տեսնում ենք Սողոմոնի անկումը։ Ինչն էր պատճառը։ Նա որ գիտես ինչ արեց, խոնարհությունը մոռացավ, իմաստությունը մոռացավ, Աստծո հետ հաղորդակցությունը մոռացավ։ Ու մի մտածեք, որ չի կարա լինի մարդու հետ այդ ձևի իրավիճակ, երբ որ ինքը մոռանա ով Աստված։ Ինչ հնարավորություն տվեց, որպեսզի մարդը կարողանա անցնել այդ ճանապարհը եւ հասնել մինչեւ վերջ։ Փառք Հիսուսին։ Մենք տեսնում ենք Հոբի խոնարհությունը, թե ինչ ճանապարհով նա անցավ եւ ինչ օրհնություն ձեռք բերեց Աստծուց եւ նրա վերջը։ Որտեղ նրա աղոթքը, այդ փորձությունից հետո նրա աղոթքը պատճառ դառավ իր անգերների փրկության համար։ Դու իրավունք չունես սխալվելու։ Ես իրավունք չունեմ սխալվելու։ Ես պետք է ոչ սխալվեմ, ոչ էլ խաբվեմ։ Ես ինքս ինձ հանգստացնեմ։ Եթե շուրջ բոլորս կատարվում է այն ինչ որ պետք է չկատարվի։ Փառք Հիսուսին։ Դու այսօր քո հետ տանելու ես Աստծո խաղաղությունը։ Շուրարի կողքինիդ դրես ասան դու այսօր տանելու ես Տիրոջ խաղաղությունը։ Պտտվիր կողքինիդ եւ ասա դու այսօր պետք է տանես Աստծո խաղաղությունը քո տան մեջ, որ ճիշտ որոշումներ ընդունես եւ այդ խաղաղությունը բերես քո տան մեջ, ոչ թե հակառակության, այլ խոնարհության։ Ինչքան լավ է որ երբ որ երեխան խոնարհվում է իր ծնողին։ Գիտես, ես ամեն օր աղոթում եմ իմ թոռներիս համար, Տեր իմ Աստված, խնդրում եմ իմաստություն տու այս երեխեքին, որ իրանք խոնարհվեն իրենց ծնողներին, որտեղ իրանց հակառակությունը ծնողների բարկությունն է առաջացնում, իսկ երբ որ բարկությունը գալիս է, լավ չի։ Ասա բարկությունը Աստծուց չի։ Ու եթե բարկությանդ վրա գալիս է անցնում, օրը ինչ անում մեղք կա գործում, որտեղ դու այնքան սխալ բաներ կարաս հռչակես։ Ու քո հռչակած խոսքը կպնելու է քո երեխուն։ Ես տեսել եմ, որ մարդուն ասել էին, քեզանից մարդ դուրս չի գա ու չեկավ։ Բայց որ ասում են, դու քո երեխայի վրա հռչակումներ արա, ճիշտ հռչակումներ, ասա դու լավ մարդ ես դառնալու, դու հաղթող ես անելու, դու Աստծո զավակ ես, քո մոտ ամեն բան ստացվելու է, տես կստացվի թե չի ստացվի։ Չեմ տեսել այդպեսի հռչակումներ արած ծնողների երեխեքը վատ բաների հանդիպեն։ Ու այսօր մենք պետք է ինչ անենք, չխաբվենք։ Մի խաբվեք, իմ սիրելի եղբայր։ Ամեն բարի տուրք, ասա բարի տուրք, եւ ամեն կատարյալ պարգև վերևից է իջնում լույսի հորից։
Նայեք ինչքան կարևոր է, չի ասում երկրից, չի ասում քո սովորածածից, այլ ասում է երկնքից։ Ասա երկնքից, մեր հորից գալիս է այդ բարին, որ մեզ ազատի այս չարից։ Ուստի շատ կարևոր է քո խոնարհությունը։ Գիտես, ես ցնցված եմ, երբ որ կարդում էի Դավիթի Սողոսի հանդիպումը քարայրի մեջ։ Ես ցնցվել էի։ Ու գիտես ինչա պատամ, մենք գիտենք, որ ինչ էր ընկած է Դավիթի հետևից, ուզում էր սպանել, ամեն ինչ անում էր, որ վնասի, բայց գիտես Աստված հնարավորություն տվեց, որ իր ձեռն էր տվել։ Սամուղին տվել էր Դավիթի ձեռը, բայց Դավիթը ձեռը չբարձրացրեց ու երբ որ դուրս եկավ, ասում է նա խոնարհություն արեց իր թշնամուն։ Ոչ թե մարդուն, այլ նրա վրայի օծությանը։ Ստեյք դուք։ Ես ցնցված եմ, ասում եմ Տեր իմ Աստված, ոնց կանաս թշնամի է դարձած, քո հետևից ընկած է, քեզ բամբասում է, քեզ ինչ ուզում է անի, ուզում է սպանի, ու դու դուրս ես գալի, ու ինչ ես անում, ասում ես խոնարհվում է միջև գետին, ու ասում է թագավորը, ինչ եմ արել քեզ։ Իսկ մենք ուզում ենք ամեն ժամանակ արդարացնել մեզ, մեր ճիշտը առաջ տանել, մենք ճիշտ չունենք, ասա ամեն բարի տուրք երկնքից է գալիս։ Ու այդ տուրքը ստանում ենք այն ժամանակ, երբ որ մենք ուզում ենք ստանանք, որ բարին գործենք։ Որտեվ հակառակությունը էլի եմ ասում, բերում է բարկության։ Կա ստե մեկը, ում որ հակառակվել են ինքը ասում է, վայ, այնքան լավ ես անում։ Ասում ես հեռախոսը դու չի տալի, գոռում, ճչում է, ասում ես, վայ, լավ ես անում։ Այտենց էլ վարջ, երեխեքին։ Բարկանում ես, չափը անցել է, ժամանակ անցել է, հետ երեխեն պետք է զբաղվի, պետք է դա սովորի, հարելը, բայց ինքը ինչ անում, հակառակվում է։ Հələ մի բան էլ ուզում է ինքը իրան արդարացնի։ Ես ինչ որ խոսում եմ, ես սա տեսնում եմ ամեն օր։ Ամեն օր սա իմ աչքի առջև է, ու ես ամեն օր աղոթում եմ եկեղեցում եղած բոլոր ծնողների համար, որ իրանք լինեն իմաստուն, որ իրանց երեխաներին ճիշտ դաստիարակեն խոնարհության մեջ։ Ու ասեն, այո, դու հակառակված ես, դու պետք է խոնարհվես։ Փառք Հիսուսին, ու այսօր հրաշալի օր է։ Գիտես խե հրաշալի օր, որտեղ Աստված միջամտում է քո կյանքին։ Այստեղ։ Նա եկել է Սուրբ Հոգին, որպեսզի միջամտի քո կյանքին, որ դու չսխալվես ու ճիշտ պահես քեզ, եւ իր խոսքը քո կյանքի մեջ ընդունես, ինչով խոնարհությամբ, ոչ թե հակառակությամբ։ Ինձ պետք չի, որ ինչ-որ մեկը գա ապացուցի ասո խոսքը։ Ասո խոսքը կենթանի է եւ ապացուցված է եւ ինքը մաքրված ու զտված է ու իր վաղճանին է հասնելու։ Ասելա, դա էլ լինելու է։ Ու շատ կարևոր է, որ տան մեջ լինի մի տեսիլք։ Ստես դու։ Քո տան մեջ մի տեսիլք պետք է լինի։ Չի կարա երկու տեսիլք լինի։ Չի կարա տարա մեջ երկու գլուխ լինի։ Չի կարա եկեղեցու մեջ երկու գլուխ լինի։ Եկեղեցու գլուխը Հիսուսն է։ Քո տան մեջ գլուխը քո ամուսինն է։ Ստես դու քույրեր, թող քույրերը ասեն ամեն։ Ու քո միաբանությունը, խոնարհությունը գլխի հետ կբերի մեծ հաղթանակներ։ Փառք Աստծո։ Համաձայն ես։ Ով համաձայն է, թող ասի ամեն։ Ու գիտես ինչքան անում, որ կանանց պատճառով ամուսինները ընկնում են։ Եվ հավատքից են ընկնում։ Եվ Աստծո շնորհքից են ընկնում, որովհետև չկա միաբանություն, չկա խոնարհություն։
Աստված ասել է ոչ թե ամուսինը պետք է խոնարհվի կնոջ, այլ կինը պետք է խոնարհվի ամուսնուն։ Սաղ տեղերը խառնված այսօր։ Գիտես սատանան ինչ անում, տեղը խառնում է սաղ։ Ասում է հավասարություն է։ Գիտեք դա աշխարհի սուտն է, դա սատանայի սուտն է, որ եկել ասել է հավասարություն է։ Ասել կա թագավորական օրենք։ Եվ ոչ ոք այդ օրենքը դեռ չի չեղարկել։ Մի օրենսդիր կա, եւ դա մեր Աստված է։ Ու ես շատերը ուզում են փոխեն։ Չեք կարա, մի խափեք, չեք կարա փոխեք այն ինչ որ Աստված ասել է։ Ասա Հիսուսը նույնն է։ Երեք, այսօր եւ հավիտյան։ Չես կարա դու փոխես։ Այնքան հրաշալի ներկայություն է։ Ես ասում եմ, այնքան հրաշալի հիմա Տերը այստեղ է։ Եթե բացես քո սիրտը, դու կտեսնես նրա ներկայությունը քո սրտիդ մեջ։ Փոխվի վերջապես։ Աստված, ես զգում եմ հիմա Սուրբ Հոգին քեզ ասում է, փոխվի։ Փոխվի։ Կանչված ես դու։ Դու ընտրված ես։ Մի թող որ խափեն քեզ։ Մի թող որ սատանան խափի։ Գիտես, փրկությունը փողով չեն գնում։ Ոչ ունեցվածքով, ոչ ոսկով, ոչ էլ արծաթով։ Փրկությունը վաստակում ենք մեր խոնարհությունով։ Ու հնազանդվելով։ Եթե քեզ ուրիշից բարձր չդասես։ Ստես դու։ Ես տեսեմ մարդիկ, որ մի քիչ լավանում են, արդեն վсё, դեմները խաղ չկա, իրանք բարձր դիրք են։ Դիրք տվող Աստված է։ Ով է ուզում բարձրանա, թող խոնարհվի։ Բայց դա մեզ խոնարհություն չկա։ Ամեն բարի տուրք երկնքից է գալի։ Եվ ամեն կատարյալ պարգև վերևիցն է իջնում, լույսի հորիցը։ Պարգև։ Ու ես մտածեցի, Տեր իմ Աստված, հալելույա։ Ամեն պարգև վերևիցն է գալի։ Ու գիտես խոսքը ասում է, ես քեզ ուզում եմ ասեմ բոլոր հովիների, բոլոր ծառաների համար։ Հովիվը պարգև է եկեղեցուն, առաքյալը պարգև է եկեղեցուն, ծառայողը պարգև է եկեղեցուն, հա, վերևից իջած պարգև, որ ինչ անի, կատարյալ դարձնի սրբության մեջ ժողովրդին։ Ու դու ինչ պետք է անես։ Դրա համար Տերը գալի ասում է, եթե ես եմ Աստված, ուր է իմ պատիվը։ Չէ, ես ինչ եմ մտածում, դու ով ես, որ մտածես։ Ով ես դու։ Ով ես դու, որ ինչ-որ իրավիճակ փոխես, դու ոչինչ չես կարող անես, եթե Տերը չգործի։ Դու քո արդարությունը չես կարող ոչ մեկին ապացուցես։ Ես լավն եմ, ես հավատացյալ եմ, ես լավն եմ, էլի sense լավ, ինձ պետքա սաղ տեղը դբերեն։ Կարևորը Աստված քեզ տեղը բերի։ Երբ է տեղը բերում, երբ որ տեսնում է քո խոնարհությունը, երբ որ դու չես հակառակում, երբ որ Աստված ասում է դու պետքա ծառայես, դու ասում ես ամեն Տեր։ Երբ որ Աստված ասում է, գիտես, հենց ինձ չէ ծնվել։ Փառք որ այսօր վերեսկացես, շնչում ես, խոսում ես, ծառայի, փառաբանի ինձի, գնա ծառայի, գնա ավետարանի։ Գնա ասա ինչ-որ մեկին շնորհակալ եմ քեզանից, որ դու ինձ փրկության ճանապարհն ես ցույց տալիս։ Մենք չպետք է անշնորհակալ կյանքով ապրենք։ Հələ թող մեկը քեզ մի հատ լավ գործ տա։ Ստես դու։ Մի քիչ փողոտ գործ։ Հայ կտենաս ինչեր կանեն։ Ինչ շնորհակալ կնեն իրանից։ Վայ այնքան շնորհակալ ենք, որ դու ինձ գործ տվեցիր, փող եմ աշխատում։ Երկնքից է գալի այդ հնարավորությունը։ Ասա երկնքից է տրված։ Ում առաջինը շնորհակալ պետք է լինենք։ Բայց մենք մոռանում ենք ում պետք է շնորհակալ լինենք, գնում ենք նրանց ենք շնորհակալ լինում, հեշտ պետք չի շնորհակալ լինել։
Որովհետև թագավորների սիրտը, աշխատանք տվողների սիրտը Աստծո ձեռքերի մեջ է։ Տենցա թե տենց չի։ Չմոռանաս ով է քեզ այդ դիրքին հասցրել։ Չմոռանաս ով է քեզ հնարավորություն տալի այսօր կյանքը վայելել։ Ու նրան, որ արժանի է, նա ուզում է ինչը տեսնի քո խոնարհությունը։ Նա ուզում է տեսնի, որ դու խոնարհ ես, ոչ թե հակառակված։ Ասում է մի արա, ուրեմն չպետք է անես։ Մի գնա էլի աշխարհի մեջ, խնդրում եմ, մի գնա։ Չկա աշխարհի մեջ կյանք։ Չկա խավարի մեջ կյանք։ Այն ազատությունով, որ Տերը քեզ ազատեց, մնա այդ ազատության մեջ։ Ծառայի իրան, ամբողջ հոգով սրտով էությամբ։ Մի օրում անցնելու է ամեն բան։ Աշկերտ քարտես ու կտեսնես արդեն մեծացած։ Ու գիտես ինչքան մարդիկ այսօր կան, որ ոչ մեկին պետք չեն։ Բայց կարևոր է այսօր, որ մենք պետք ունենք ասում, որ վերջում էլ Աստված Տեր կայնի մեզ։ Ասա ծերության մեջ էլ Աստված Տեր կայնելու։ Բայց ինչքան անտեր մեծահասակներ կան այսօր։ Կարևորը, որ հասկանաս, այսօրվանից է սկսում քո ճանապարհը, քո հավատարմությունը, որ մեծահասակ ժամանակ էլ Տերը տիրություն անի քեզ։ Որ ոչ պարկես, անկողնային դառնաս, ոչ էլ ինչ-որ մեկի, դա հայերեն չի մնան, կախման տակ լինես։ Որ ասի, ես արեցի, ես պահեցի։ Հալելույա։ Գիտես Հակոբեն ծերության ժամանակ էլ Իսակը, ծերության ժամանակ էլ, տեսնում եք ինչ արարք էր, ինքը խորոված էր ուզում սիրտը։ Լուրջ եմ ասում, ասում էր տղես, այն լավ, որ դու սարքում ես, բռնա, գնամ մի հատ սարքի բեր ուտեմ։ Այդ խորովածից, հալելույա։ Ասա միջև վերջ Աստված տալու է հնարավորություն, որ իմ ախորժակը չգնա։ Վերջում էլ օրհնությունը ինչ արեց, գնաց, հալելույա։ Օրհնեց։ Ու օրհնվեց։ Ու չնենք Եսավի նման։ Մի ամանապուրի համար ծախենք այն ամեն ինչ որ Աստված տվել է։ Կարաս պատվես կողքին տասես դու առաջնեկության մեջ ես կանչված։ Չծախես առաջնեկությունը։ Ուզում ես օրհնվես։ Ուզում ես բարձրանաս։ Ուզում ես քո ընտանիքիդ մեջ գա խաղաղությունը։ Առաջինը դու խոնարհվի Աստծուն, հետո կտենես քո տունը ոնց է խոնարհվում։ Հələ դու խոնարհվի քո ամուսնուն, տենան քո երեխեք խոնարհվեն քեզ, թե չեն խոնարհվի։ Երեսեն տալի երեխեքին գցում են իրանց ժաններին։ Չկա այդ ձևի բան։ Մենք պետք է լուրջ վերաբերվենք, թող ոչ ոք ձեզ չխաբի, ամեն բարի տուրք, ասա ամեն բարի տուրք, ամեն կատարյալ պարգև երկնքից այշնում, լույսի հորից։ Շատ ժամանակ մարդիկ դիրք են փնտրում, դիրք։ Այդան Հիսուսին, երևի ես չգիտեմ, երևի ինչ-որ բան կար էլի, Զեբեդեայի որդիների հետ մոր մոտ, ինչ-որ արտոնություն կար, եկել էր Հիսուսի մոտ, արտոնյալ երևի մայր էր, աշակերտի մայր էր, եկել էր ասում էր, Հիսուս, ես ուզում եմ, որ երկու տղերքս մեկը աչդ նստի, մեկը ձախդ նստի։ Ասա ամեն բան վերևից է։ Նորից ասա ամեն ինչ լույսի հորից է գալի։ Փառք, շատ բան ես դու ուզում։ Շատ էլ քեզ մի քիչ արտոնություն են տվել, բայց դա չի նշանակում, որ դու քո ուզածը պետք է լինի։ Այն ինչ որ Աստված է ուզում, այտենց էլ լինելու է։ Պտտվի կողքին տասա, ինչ որ Աստված ուզում է, այտենց է լինելու։ Քո ուզածով չի լինելու։
Առաջինը, որ մենք պետք է հավատանք, Աստված է մեզ տեսնում։ Ամեն ինչում։ Մեր դուրս գալու ներս մտնելը Աստծուց է, եւ նա տեսնում է ամեն բան։ Որի մեջ բնավ փոփոխում դա դասվածքի շուկ չկա։ Երբեք Աստված չի փոխվում։ Ստես դու, էդի մարդն է փոփոխական։ Իրա շահը եղավ, փոխվի վարքյանական։ Նա կամենալով ծնեց մեզ, ասա նրա կամքով եմ ես այսօր այստեղ։ Պատտվի կողքինի տասա նրա կամքով ես դու այստեղ։ Իսկ եթե նա քեզ կանչել է, ուրեմն ինքը ինչ ունի ծրագիր ունի քո կյանքի համար։ Փառք Հիսուսին։ Մարդիկ կան, որ 2 մետրի վրա են ապրում, չեն գալի Աստծուն, բայց մարդիկ կան 50-60 կիլոմետր կտրում են։ Ես հիշում եմ առաջ ոնց ենք մենք ոտով գնում Աստծուն ծառայելու։ Ոտով։ Այսօր ավտոբուսը գալիս է, կանգնում է, մարդիկ քնած են։ Հետո էլ հանգարց, որ մեկը որ այդ ճանապարհը անցե, մի քիչ օրտնվում է կամ մի քիչ նեղության մեջ անց, տեղն է իրան։ Մեղ գործեց դրա համար այդպես վնասվում է։ Այդ մոռանում է, թե ինչ ճանապարհ անց այդ մարդը։ Ասա ես սիրով եմ լցվելու։ Պատտվիր կողքին տասա ես այսօր սիրով եմ լցվելու քո հանդեպ։ Որ ամեն հակառակություն գնա։ Ծնեց մեզ ճշմարտության խոսքով։ Ասա ես այստեղ եմ նրա ճշմարիտ խոսքով։ Որ մենք նրա արարածների երեխաներ լինենք։ Ուստի իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար եւ ծանր խոսելու համար եւ ծանր բարկանալու համար։ Ասա ծանր բարկանալու համար։ Կաստե որ ներվային է։ Չէ լուրջ կա մարդը որ ներվային է։ Այսօր ներվերը կանենք։ Աստծո հետ։ Ու ես ներվայնանում եմ։ Ես աննես կհանենք, որ էլ չես ներվայնանա։ Փառք Հիսուսին։ Ասում եմ, ձեզ տրված է։ Ու ես հավատում եմ, մեզ տրված է։ Աստծո կողմից ներվեր հանելու։ Փառք Տիրոջը։ Եվ ծանր բարկանալու համար 20-րդ խոսքը։ Որտեղ մարդի բարկությունն Աստծո արդարություն չի գործում։ Ինքան նեղացած եմ։ Ինքան եմ նեղացել քեզանից, Հովիվ ջան։ Այդ նեղությունս բարկություն առաջացրե։ Ասում եմ բարկությունը, ասամ իմ բարկությունը, Աստծո արդարությունը չի գործում։ Նորից ասա իմ բարկությունը, Աստծո արդարությունը չի գործում։ Ո՞վ ասում որ Աստծո արդարությունը իր կյանքում գործի։ Ծանր լի բարկանալու համար։ Թեթև տար։ Լսել ես որ ասում են թեթև տար։ Ես առաջ շատ խորն էի տանում, ու եթե մի քիչ խորանայի դեպրեսիայի մեջ կընկնեի։ Ու Սուրբ Հոգին եկավ ասեց թեթև տար, որովհետև խոսք կա այդ իրավիճակի համար։ Ասա չկա մի իրավիճակ, որ Աստծո կենթանի խոսքը այդ հարցերը չլուծի։ Հալելույա։ Թող քո խավարը լույս լինի։ Ու լույս է լինում։ Աստված ասեց թող լույս լինի, լույս եղավ։
Ես տենց եմ ուզում, հալելույա, ասա Աստծո կամքն է, որ ես այսօր ստելն եմ ու ծառայեմ իրան, որ չբարկանամ։ Մի հատ լավ ֆիլմ կա, չէ՞ Տերն ու ծառան ով ապես է։ Ասում եմ ես քո հետ մի հատ պայման եմ կնքում։ Տեսել եք այդ ֆիլմը։ Այս է ֆիլմը։ Գնացեք YouTube-ում կա նայեք։ Ասեց ով որ առաջինը բարկանա, հա, ինչ անի։ Տա, այն մեկը խեղճի ձեռից վեկանեց, այս են իմաստուն էր։ Հալելույա, ամեն։ Ամեն ինչ արեց, որ բարկությունը գա։ Ինչ էր անում, հա մտածում էր, որ բարկանամ, ինչ որ բաներից պետք է զրկվեմ, անի չզրկվեմ, միջև այնքան ժամանակ, հա, միջև արդեն հասա բանը բանին, ինչը բարկացավ ու զրկվեց, ասա ես չեմ բարկանալու, ու ոչ իմանց էլ չեմ զրկվելու, Փառք Հիսուսին։ Գերես քանի անգամ Տերը խոսած է, ասա, թող ինձ կպնի, ես ինձ եմ ասում, շատ մարդկանց համար, ինձ թող կպնի, որտեղ ինձանից է գալիս օրհնությունը։ Կպեք Հիսուսին, սիրելիներս։ Ով ասում օրհնված լինի, ով ասում խաղաղ լինի, եք կպի Հիսուսին, կպի ասում։ Այո, իմ բարկությունը Աստծո արդարությունը չի գործում, ես չեմ բարկանալու։ Ինչի բարկանամ, հա, հենց մարդը բարկանում է, ներվերը սկսում է գործել, իմ ներվերը հանած է և ես չեմ բարկանալու, պտտվի կողքին տասա պիտի այսօր քո ներվերը հանվի, որ էլ չբարկանաս։ Լսել եք, չես տես մի խոսակցություն կա, ներվերս խառնվեց իրար։ Ասա խառնաշփոթը գնալու է այսօր։ Հալելույա։ Այնքան մարդիկ կան ստե, որ լուրջ այսօր պետք է քայլ անեք։ Ապաշխարեք։ Խոնարհությունը հագնեք։ Հալելույա։ Գիտեք մի հատ հետաքրքիր էլի պատմություն ստենց հիշեցրեց նոր Սուրբ Հոգին, հալելույա։ Հիշում եք, երբ որ Եղիսեն Եղիայի հետ գնում էր ճանապարհին։ Գալիս էին, ասում էին, այսօր Աստված քո տիրոջը քո գլխից վերա, ասում էր գիտեմ, սուս մնացեք։ Ու միշտ գալիս էին ոնց որ սենց հա բան անեն, ներվերի վրա էին ազդում։ Ինքը որոշում ուներ, ինքը պետք է գնար միջև վերջ, հալելույա ամեն, որտեվ քանի անգամ եղան ասեց, ստե մնա, ասեց չեմ մնա։ Ուր գնաց գալու եմ, գնաց հետևից, հալելույա, ասա հալելույա, միջև վերջ գնաց, ով է ուզում բարձան այսօր, չէ լուրջ, որ ուզում ես հոգու մեջ բարձր լինես, ինչ եղավ, երբ որ մարգարեները տեսան, որ Եղիայի հոգին հանգչել է Եղիսեի վրա, ինչ արեցին, խոնարհություն արեցին, ստես, ներվեր ուտողները խոնարհվեցին, ում առաջ, օծության առաջ, ասա դու ես իմ օծյալը, Տեր, դու ես իմ հովիվը, ես խոնարհվելու եմ քո առջև։ Սնա համար ամեն աղտեղություն, չարության առավելությունը դեն գցեցեք և խոնարհությունով ընդունեցեք ձեր մեջ սերմված խոսքը, որ կարող է ձեր հոգիները ապրեցնել։ Ասա խոսքը ապրեցնելու է, բայց խոնարհությամբ ընդունած խոսքը, ոչ թե հակառակված, այլ խոնարհությամբ մի արա, մեղքի մի գործի, մի բամբասի, ուրիշի վրա, հա, ինչ արա, մի, ինչ էլ տեսել ես, ինչ էլ տեսնում ես, մի բարձրաձայնի, Աստված քեզանից առաջ է տեսել։ Հավատում ես, ես կարող այսօր տեսնեմ քո մեղքը, բայց Աստված
Արդեն շուտ է տեսել այդ մեղքը։ Ինքը գիտի։ Ինքը գիտի, որ դու մեղք ես գործել։ Ո՞վ է մեղքեր ներողը։ Եթե Աստված ներել է իմ մեղքը, դու ով ես, որ չներես։ Եթե Աստված քո մեղքը ներել է, ես ով եմ, որ չներեմ։ Ասա Տեր, շնորհակալ եմ այսօրվա սերմված խոսքի համար։ Ով հավատում, որ այսօր Աստված խոսք է սերմանում սրտիդ մեջ։ Պատտվի կողքին տասը Աստծո կենթանի խոսքը, ուզում է, որ դու խոնարհությունով, ինչ ընդունես քո սրտիդ մեջ։ Այդ խոսքն է, սերմված խոսքն է, մեզ տալի հնարավորություն մեր հոգիները ինչ անելու։ Ապրեցնելու։ Հալելույա։ Ամեն։ Ու սա սերմանվում է այսօր քո մեջ։ Դիրք, ես գիտես ինչ ճանապարհ, ես էլ անմասն չեմ եղել եկեղեցում, ես էլ եմ գործարել եկեղեցում, բայց ինչ պետք է անեիր։ Բայց դա չի նշանակում, որ սաղ պետք է գան խոնարհվեն քո առաջ։ Նրան խոնարհվեն։ Խոնարհվիր նրան, որ քո հոգում փրկություն է տալի։ Ուզում ես բարձրանաս, խոնարհվի։ Փառք Հիսուսին։ Դու գիտեք ով է պահում օծյալին։ Օծված մարդու Տերը ով է։ Ու ինքը զգուշացնում ասում է, մի դիպչեք իմ օծյալներին։ Չկպնեք իրանց։ Որտեղ իմ օծյալին դիպչողը իմ աշկի բիբին է կպնում։ Լսեք, սիրելիներս, լսեք։ Աստված այսօր քեզ օծել է թանկ յուղով։ Ասա ես օծված եմ։ Պատտվի կողքին տասը դու օծված ես։ Ու ինքն է քեզ ասում, այդ օծությունը թույլ տու որ գործի քո կյանքում, խոնարհությամբ։ Խոնարհությամբ։ Բայց խոսքը անող եղեք եւ ոչ միայն լսողներ, չլսեք ստե ու գնաք չանեք։ Այսօր քո տան մեջ կարիք կա խոնարհության։ Այսօր քո տան մեջ կարիք կա խաղաղության։ Այսօր քո տան մեջ կարիքը կա փոխհամաձայնության, սիրո, միաբանության։ Հենց քո ընտանիքից է սկսում։ Եթե դու քո ընտանիքիդ մեջ չես կարողանում պահես Աստծո ճշմարիտ խոսքը, ստե ոնց կպահես։ Ով կտա քոնը քեզ։ Եվ ոչ միայն լսող ձեր անձերը խաբելով։ Եկանք, լսեցինք, գնացինք ու չարեցինք։ Չարեցիր, խաբվեցիր։ Սատանան կգա ու իր սերմը կգցի։ Ասա Տեր, շնորհակալ եմ, որ ինձ կյանք ես տվել։ Բարձրացած ձեռքերդ, ասա Տեր, շնորհակալ եմ, որ ինձ կյանք ես տվել։ Կյանք հա տվել, ձեռք հա տվել, աչք հա տվել, ոտք հա տվել, հալելույա, որ ապրես, աշխատես ու օրհնվես։ Բայց մարդիկ ինչ ասեն, ես ես վերջում մի ընտանիք էի հանդիպել, այդ տղամարդը անաշխատունակ էր, հասկացողություն չուներ։ Ընդհանրապես, հա մեծ, համարը 40 տարեկան մարդ ու ինքը ոչ մի բանի ընդունակ չէր։ Ոչ աշխատելու, ոչ մտածելու, ոչ քայլելու, ոչ գիտակցելու։ Ումն է պետք է ձևի մարդը։ Փառք տու Հիսուսին, որ դու մտածելու կարողություն ունես դեռ։ Որ դու ձեռքեր ունես։ Ինչի Աստված ասում, ես քո ձեռքի աշխատանքը կորտնեմ։ Ո՞վ է ուզում իր ձեռքի աշխատանքը օրհնի։ Ով ուզում հրաշք իր կյանքում։ Այսօր ես աղոթելու եմ, հալելույա։ Կգաք, ով որ ուզում է ձեռքերդ կպարզեք, ես կոծեմ ձեր ձեռքերը։ Ամեն։ Որ ինչ էլ անես, հաջողվի։ Ասա օծված ձեռքերը հաջողակ են լինելու։ Հալելույա։ Դու օծված ես։ Բայց ումն է պետք քո օծությունը, եթե դու հակառակվում ես։
Սատանան էլ էր օծված քերոբե էր, Տիրոջ գայի առջև, հակառակվեց, կորցրեց ամեն ինչը։ Այսօր խոնարհվելու ենք, պատտվիր կողքին տասա այսօր, դու անպայման պետք է խոնարհվես Տիրոջ առջև, լուրջ խոնարհությունն է, այսօր կարևոր, ասում է թող խոնարհ, երբ եղբայրը բարձենա իր խոնարհությամբ, Հակոբոսն ասում, գիտեք գոնե ով է Հակոբոսը, Փառք Հիսուսին, Հակոբոսը այն մարդն է, որ լսում են Պետրոսն ու Պողոսը, Վասզի եթե մեկը միայն խոսքի լսող է եւ ոչ անող, նա նման է այն մարդին, որ փչացած մտիկ է տալիս իր իսկական երեսին հայելու մեջ, որտեղ նայելով տեսավ իրեն եւ անցավ եւ շուտով մոռացավ թե ինչպես էր։ Հալելույա։ Բայց նա, որ ազատության կատարյալ օրենքի մեջ աչք գծած մտիկ տվավ եւ նրանում կացավ, նա մոռացող լսող չեղավ, այլ գործ կատարող նա իր անելովը երանելի է։ Հալելույա։ Ով է ուզում երանելի լինի։ Արա։ Ով է բռնե ձեռքդ։ Ոչ մեկ չի կարա դեմ կանգնի։ Եթե Աստված քո հետ է։ Եթե Աստված իմ հետ է, ով կարա ինձ հակառակ կանգնի։ Փառք Հիսուսին։ Ուր էր ֆրաս, ինչ էլ անեն, դուք ինչ մտածում եք, որ մեր գլխին չեն արել։ Այնքան բան են արել, բայց ով է պաշտպանը մեր։ Քո գլխին էլ են անելու, բայց ով է պաշտպանը քո։ Խոնարհվի Աստծո հզոր ձեռքերի տակ եւ ժամանակին ինչ կանես։ Ասում է ժամանակին, եկինը ժամանակը բարձացի, խոնարհվի ու բարձացի ընկած վիճակիցդ։ Գիտեք, մի հատ պարգև կա, հոգիների զանազանություն։ Հա? Կա է ձեր պարգև։ Հոգիների զանազանություն։ Նայում ես մարդու վրա արդեն գիտես։ Ինչ աներսը։ Հալելույա։ Գալիս ենք մեր քրոջը գովում եմ, վայ, Լյուդա ջան, այնքան լավն ես, հալելույա։ Այնքան լավ ձեն ունես, փառք Աստծո քո համար, հալելույա։ Մեկ են մի քանի հոգու դեմքերը դառնում են խի գովեց։ Բա ես, ասա իմ եսը, խաչված, որ բարձանամ, խի իրան գովեց, լավ արեց, լավ եմ անում, ով կարա գանձի հակառակվի, ասի, խես գովում իրան, եթե Աստված ասում է գովի, ես էլ գովում եմ, Կարող է հենց քեզ է փորձում Աստված, որ տենա դու գոհացող ես քո քրոջ համար, սիրում ես քո քրոջը, խի գովես, այնքան վիրավորված եմ, որ ինձ չգովեցին, Աստված, եթե գովես, մարդով է չգովի, թող Աստված գովի քեզ, թող Աստված քեզ օրհնի, Հալելույա, Պտվի կողքին տասը դու բարձանալու ես այսօր, ով ինչ ուզում է մտածի, ասա ով ինչ ուզում է մտածի, դու բարձանալու ես, դու ծառայելու ես, Հալելույա, Փառք Հիսուսին, Հալելույա, հզորա, Այո, Տեր իմ Աստված, հիմա մի տեղ եմ կարդում, շատ հետաքրքիր տեղ է, երկրորդ Թագավորաց, 22-րդ գլուխ,
Հալելույա։ 17-րդ խոսքից։ Ասա ամեն բան երկնքում է որոշվում։ Նորից ասա։ Ամեն ինչ երկնքում է որոշվում։ Ստե չէ։ Բարձրից, ասա բարձրից, ուղարկից ինձ բռնեց եւ ինձ դուրս քաշեց շատ ջրերից։ Ասա բոլոր դժվարություններից այսօր Աստված ինձ հանելու է։ Բարձրից։ Եթե բարձրն է խոսում, երկիրը հնազանդվում է։ Եվ ասում է ես կհրամայեմ երկնքին, երկինքը կհրամայի երկրին եւ երկիրը իր արդյունք կտա։ Ասա բարձրից։ Բռնեց ինձ, հանեց։ Այսօր հանելու է։ Ասա Տերը հանելու է ինձ։ Ինձ ազատեց զորավոր թշնամիցս։ Ասա սատանայից ազատել է ինձ։ Ասա ամեն չար ուժերից ազատել է ինձ։ Ամեն հիվանդություններից ազատել է ինձ։ Հավատում ես դու։ Հավատքով ասա, ասա ամեն այն ամենազորավոր թշնամուցս ինձ ազատել է։ Ինձ ատողներիցս, որ ինձանից ուժեղ էին։ Ստեցես դու։ Ասա Աստված ինձ ազատելու է այսօր։ Հաջորդը։ Երկար ենք գնալու, գցեք, իրար հետևից գցեք։ Իմ առաջն առան իմ դժբախտության օրը, բայց Տերն ինձ նեցուկ եղավ։ Ասա ամեն փորձության մեջ Աստված ինձ նեցուկ է լինում։ Պատտվի կողքին տասա Աստվածը քո նեցուկ լինողն։ Մյուսը։ Եվ նա ինձ հանեց լայն արձակ տեղ, ինձ փրկեց, որտեղ ինձ հավանեց։ Շուրարի կողքին տասա Տերը քեզ հավանել է։ Նորից ասա, Տերը քեզ հավանել է։ Դրա համար աշխարհից հանե բերել է։ Մյուսը։ Ինձ վարձատրեց Տերն իմ արդարության համեմատ, իմ ձեռքի մաքրության պես հատուցեց ինձ։ Ասա այսօր մաքրելու է իմ ձեռքերը։ Հաջորդը։ Որտեվ ես պահեցի Տիրոջ ճանապարհները, ինչ արեցի։ Ով է խոսք տալի, որ պահելու է Տիրոջ ճանապարհները։ Տեսեք ինչ հրաշալի խոստմունքներ ա տված։ Ինչ հրաշալի խոսքեր են։ Այո, որտեվ ես պահեցի Տիրոջ ճանապարհները եւ իմ Աստծո դեմ ամբարշտություն չարեցի։ Դու գիտեք ամբարիշտը որն է, ու չի համաձայնվում։ Ասում ես Աստված ստենց ասում չի համաձայնում։ Չէ, ես ստենց եմ մտածում։ Քո մտածածը շատ քիչ է։ Հաջորդը։ Որտեղ նրա բոլոր իրավունքներն իմ առաջին են եւ նրա օրենքներից չհեռացա։ Ասա նրա պատվիրաններից չեմ հեռանալու։ Շուրարի կողքին 10-ից սիրելու եմ քեզ։ Ներելու եմ։ Համբերելու եմ։ Խոնարհվելու եմ։ Հնազանդվելու եմ։ Հաջորդը։ Եվ նրա առաջին կատարյալ եղա ու զգուշացա իմ անօրենությունից։ Ասա ես զգուշանալու եմ իմ սխալներից, որ ես սխալ չգործեմ։ Երբեք հույսդ մարդու վրա չդնես։ Ասում անիծված լինի այն մարդը, որ իր հույսը մարդու վրա կդնի, Աստծո վրա։ Մյուսը։ Եվ ինձ հատուցեց Տերն իմ արդարության պես, ով է ուզում որ Տիրոջից օրհնություն ստանա։ Արդար եղեի։ Մաքրության պես նրա աշկերի առաջին։ Ոչ թե մարդու աշկի առաջ, այն նրա աշկերի առջև։ Մաքուր եղեի։ Մաքուր, ասա մաքուր, պարզ, հալելույա, հրաշալի է, չէ՞։ Եվ ինձ հատուցեց, Տերը երբ է հատուցում, երբ դու մաքուր ես իր հետ։ Եթե դու իր հետ մաքուր ես, քո քրոջ ու եղբոր հետ էլ մաքուր կլինես։ Հաջորդը։ Սուրբ ես, սուրբ ես։ Շուրարի կողքին տասա այսօր դու պիտի սրբես։ Որ Աստված քեզ սուրբի պես վարվի քո հետ։ Կատարյալ մարդու հետ կատարյալ ես, հաջորդը։ Մաքուր ես, ծուռ հետ ծրվում ես։ Աստված չանի որ ծրվի Աստված։ Ինչ որ մեկի նկատմամբ։ Մյուսը։ Եվ դու վշտացած ժողովրդին փրկում ես, եւ աշկերդ բարձերի վրա է որ կործանես։
ով իրան բարձրանում է, անգնում է։ Ով իր անձը բարձրացնի, նա կընկնի, բայց ով իր անձը խոնարհեցնի, կբարձրանա։ Հետո, որտեղ դու ես իմ ճրագը ով Տեր, եւ Տերը լուսավորելու է իմ խավարը, ասա Տերը, այսօր լուսավորելու է իմ խավարը։ Որտեղ ես ինչ կանեմ կմաքրեմ այն ամեն ինչը, երբ որ լույսը կգա Տիրոջ, իմ կյանքից մեջ, ընդ ասում էր, չէ, ամեն չարությունից, հակառակությունից հեռու փախեք։ Այսօր օրն է, ասա այսօր օրն է, եւ Տերը լուսավորելու է իմ խավարը։ Փառք Հիսուսին, որտեղ քեզանով կվազեմ գնդի վրա իմ Աստծո պարսպից կանցնեմ։ Հալելույա։ Մյուսը Աստծո ճանապարհը կատարյալ է, Տիրոջ խոսքը զտված է, նա վահան է բոլոր իրեն ուսացողներին։ Ասա Տերն է իմ վահանը, որտեղ ես իմ հույսս իր վրա եմ դրել։ Մարդու վրա չդնես։ Այսօր լավ էր խոսում մեր քույրիկը։ Մարդու վրա, ում վրա։ Ոչ մեկն չի անելու, բայց եթե դու սպասում ես Աստծուց, Աստված էլ կխոսա մարդու սրտի հետ ու մարդը կանի։ Աղոթի Աստծուն լսող մարդկանց համար։ Ստես դու։ Աղոթի այն մարդկանց համար, ով որ Աստծուն լսում է։ Ու շատ ժամանակ այո, Տերը թողում է, որ մենակ մնանք։ Մենակ մնանք, որտեղ սպասում են չօգնեն։ Որտեղ հույս ունես, որ հեսա, ու չեն անում։ Գիտես խի, որ իրան ավելի շատ կպնես։ Տերն այն փրկությունը։ Շարունակություն տունը կարդաս։ Սաղմոս 78 առաջի խոսք։ Ականջ դիր իմ օրենքին, ով իմ ժողովուրդ, եւ ձեր ականջները խոնարհեցեք դեպի իմ բերանի խոսքերը։ Հալելույա։ Ամեն։ Ով ականջ դնում։ Խոնարհեցրա քո անձը։ Ամեն։ Եսայա 55 երրորդ խոսքից։ Ձեր ականջները խոնարհեցեք եւ ինձ մոտ եկեք, լսեցեք եւ ձեր հոգին կապրի, եւ ձեզ հետ հավիտենական ուխտ պիտի դնեմ Դավթի հավատարիմ ողորմությունները։ Հալելույա։ Ամեն։ Ով է համաձայն այսօր խոնարհվելու։ Լուրջ։ Սենց ոնց որ նայում եմ շատ քիչ ձեռնդ լավ բարձրացա Տեր այսօր խոնարհվելու եմ քո առաջ։ Մի անգամ ինձ ասում են, դե ինչ կարևոր է որ ձեռ բարձրացնենք։ Ամեն անգամ Հովիվ ջան, ասում ես ձեռները բարձրացնեք, ձեռներս ցավում է։ Հանգարց տես բան չասես։ Գիտես որ ձեռներն են բարձրացնում, ասում է ձեր սուրբ ձեռքերը դեպի երկինք բարձրացրեք։ Փաստորեն եթե սուրբ չի բարձրանա, տես կայնի։ Բարձրացրա, որ սրբվի։ Որ Աստվածը տեսնի։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Երկրորդ մնացորդած Հալելույա Տեր իմ Աստված 7:14 Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհվին եւ աղոթ կանեն, ինչ անեն։ Այսօր մենք աղոթելու ենք։ Եվ իմ երեսը խնդրեն, եւ իրենց չար ճանապարհից հետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքից եւ կներեմ նրանց մեղքը եւ կբժշկեմ նրանց երկիրը։ Ասա այսօր Աստված բժշկելու է իմ տունը, իմ երկիրը, իմ կյանքը Հիսուսի անունով։ Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, քո վրա կոչված է Տիրոջ անունը, դաստ է մարդուն վրա կոչված է Տիրոջ անունը։ Խոնարհվեն եւ աղոթ կանեն, եւ իմ երեսը խնդրեն, եւ իրենց չար ճանապարհներից հետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքից եւ կներեմ նրանց մեղքը եւ կբժշկեմ նրանց երկիրը։ Հալելույա։ Ասա այսօր
Պատտվի կողքին տաս այսօր Աստված ներելու է քեզ, բժշկելու է քեզ ու օրհնելու է քեզ։ Հիմա թող փառաբանության խումբը գա։ Դու օրհնված ես։ Կա մեկը ինչ որ բան ստացավ այսօր։ Հալելույա։ Այսօր քո օրն է։ Պատտվի կողքին տասը քո օրն է այսօր։ Դու օծվելու ես։ Հալելույա։ Յուղը սուրա։ Նայեք, այսօր ես հատուկ աղոթելու եմ այն մարդկանց համար, նայեք, չշփոթեք, ովքեր ուզում են իրանց ձեռքի աշխատանքը Աստված օրհնի։ Լսում եք։ Ու հենց այս օրհնությունը, հենց այս օծությունը բացելու է ճանապարհներ քո աշխատանքի, քո հաջողության, քո բարգավաճման համար։ Ամեն։ Բայց դու պետք է լսես եւ զգուշությամբ կատարես այն ամենը, ինչ որ Աստված այսօր քեզ ասեց, որ հեռու գնաս չարից, բարին անես եւ Աստծուն խոնարհվես եւ նրա պատվիրանները կատարես։ Ու Աստված կօրհնի քո ձեռքի աշխատանքը, ու ես օրհնելու եմ քո ձեռքերը այսօր։ Հալելույա։